Նախ ուղիղ առևտուրը դարձավ հնարավոր Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ես նաեւ բացատրեմ, եթե հետաքրքիր է ինչի մասն է խոսքը։ Մինչ այս Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր, այսինքն օրինակ եթե մարդ Հայաստանից Թուրքիա բաներ արտահանում կամ Թուրքիայից Հայաստան բան ներմուծում, այդ ապրանքները, գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգերով անցնում էին, հետո վերաձևակերպում էին, գալիս էին Հայաստան։ Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում է Թուրքիայից, ասենք, վերջնակետը Հայաստան կամ Հայաստանից վերջնակետը Թուրքիա, եւ սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար եւ հեշտացում եւ արագացում։ Բացի դրանից, գիտեք, որ Հայաստանի համար հնարավոր դարձավ օգտագործել կարս ախալքալակ կամ ախալքալակ կարս երկաթգիծը, ինչը մենք ոչ մի բան, բայց համապատասխան տնտեսվարողները, այսինքն արդեն հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործել եւ երկկողմ առևտրի համար եւ տրանզիտի համար, որպեսզի հասկանաք սրա կարեւորությունը։ Մինչ, օրինակ, մինչեւ կես տարի առաջ Հայաստանից երկաթգծով որևէ տեղ, աշխարհում որևէ տեղ հնարավոր էր բան տանել միայն մեկ վայր՝ Վրաստան։ Այսինքն Թբիլիսի կամ Փոթի ամենահեռուն Փոթին էր, որ երկաթգծով Երևանից, Հայաստանից հնարավոր էր տանել։ Ինչ տեղի ունեցավ վերջին կես տարվա մեջ։ Նախ Հայաստանի համար բացվեց երկաթգիծը Ադրբեջանի տարածքով, եւ այսինքն հնարավոր դարձավ արդեն ոչ միայն Փոթի բան տանել, այլ Վրաստանով եւ հետո Ադրբեջանով բաներ տանել եւ բերել Ռուսաստան եւ պատկերացրեցիք, չէ, ամբողջ արևելք Ռուսաստանից, ասենք, Միջին Ասիա, Չինաստան եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ տեղի ունեցավ ախալքալակ կարս երկաթգծի Հայաստանի համար ապա բլոկավորումով։ Արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա, տանել եւ բերել։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև Սիրիա, որտեղ երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, բառից բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, եւ մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի։ Հարցրեցիք, չէ, ոչ թե Ժորժան, ես վերջին օրերին եմ ես լուրերով կարդացել, որ հերթական խմբականակը որոշակի ապրանքների Ռուսաստանից մտել է Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթգծով։ Դուք հարցրեցիք, արդյոք օգտվում են կարս ախալքալակից, ապա շրջափակումը նոր է եղել, այսինքն մի քանի օր առաջ է եղել եւ ենթադրում եմ, որ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել, պետքա ճշտել։